Մի բան էլ ճշտեմ, որպես էկոնոմիկայի նախարար, ինչով էր սխալ մեր ձևով շարժման Նարեկ Կարապետյանի գործարաններ կառուցելու ռոպագանդան, որ պետք են մեզ գործարաններ, որովհետև լինում է, որ գյուղում դպրոց է կառուցվում, պարոն Պապայան, բայց այդ գյուղից արտագաղթը չի կանգնում, որովհետև մենակ դպրոցով չի, այսինքն աշխատատեղ է մարդուն պետք, որ մնա, կպնի իր արմատներին ու չլքի գյուղը։ Հիմա դպրոց չկա գյուղում, կամ վատ դպրոց է, կամ վաղը ավելի վատն է լինելու, որովհետև այն դպրոցը, որտեղ դուք սովորել եք ու ես, այդ դպրոցը եթե չվերանորոգվի, այսօր արդեն ավելի վատն է, վաղը ավելի վատն է լինելու։ Հետևաբար, եթե դպրոցը չես դու սարքում, հիմա հարց եմ տալիս, ով պետք է աշխատի այդ գործարանում։ Չկրթված բանվորը, հա, չկրթված չէ, աշխատատեղի խնդիր մարդը, որը աշխատատեղի խնդիր ունի, կրթություն չունի եւ իրան կարող են նվազագույն աշխատավարձով 16 ժամ աշխատացնեն։ Ես չեմ ուզում ունենամ այնպիսի մի տնտեսական համակարգ, որտեղ Հայաստանում կարան 12-13 ժամ մարդուն աշխատացնեն չնչին աշխատավարձով, աշխարհում կներեք կան այդպիսի երկրներ։ Բայց ինչ եք այդ վատ սցենարը վերցնում, ասել, որ գործարան ենք ուզում կառուցենք, ինչ եք վերցնում, որ պիտի անպայման թրաֆիքինգի զոհ դարձնեն այդ մարդկանց։ Չեմ կարող տալ այդ երկրների անունները տալ, բայց համացանցում ցանկացած մեր դիտող կարա նայի, տեսնի աշխարհում լիքը երկրներ կան, լիքը չէ, բայց կան երկրներ, որտեղ աշխատավարձը $100 է, 10 ժամ կարան աշխատացնեն մարդուն, վերջում էլ մի հատ ասենք բրդուճ տան, ասեն ես էլ կտանես քո երեխային, դա էլ լավագույն դեպքում։ Ես չեմ ուզում, որպեսզի մենք այդպիսի պետություն լինենք։ Այդ մեխանիզմը, այդ առաջարկը դրան է բերելու, դրա մասին է։ Արժանապատիվ աշխատավարձ չի կարող լինել գյուղի մարդուն, որը զուտ ուզում է աշխատավարձ ունենա, իր ընտանիքը պահի եւ մնա գյուղ։ Աշխատավարձ ստանալու համար պետքա կրթություն եւ հմտություն։ Աշխարհում օրինակ կներեք, դուք եթե կրթություն չստանայիք, կարայիք լինեիք լրագրող, գայիք այստեղ հարցեր տայիք։ Չէիք կա, բա ես մեկը մյուսին չի բացառում։ Մեր համար կարևոր է կրթությունը, այդ մարդու համար կարևոր չի։ Մեկը մյուսին ինչ ենք հակասության մեջ դնում։ Դպրոցը դպրոց, բայց գործարանի կառուցումը շատ կարևոր։ Մենք ասում ենք որ Կարա լինի դպրոց, բայց չլինի աշխատատեղ ու մարդը մնալու է գյուղում, ձեր կարծիքով այդ դպրոցում քանի աշակերտ է գնալու։ Կարա լինի, որովհետև գյուղը նաև գյուղատնտեսությամբ ուտեղ էլ է կրթություն պետք, ու այդտեղ էլ է որ կրթության բացակայությունը բերում է անարդյունավետ գյուղատնտեսության։ Այսինքն բոլոր տեղերում կրթությունը պարտադիր է։ Առանց կրթությամբ հնարավոր է ցանկացած կյանք փոխել։ Առանց կրթության այդ կյանքը փոխելու հնարավորությունները այտենց ընդհանրապես բացառություններ են, որոնք ապացուցում են օրինաչափություն։ Հետևաբար պետության խնդիրը դպրոց սարքելն է, մանկապարտեզ սարքելն է։ Պետության խնդիրը միջավայր ստեղծելն է, որպեսզի գործարան կառուցվի։ Այդ միջավայրները ես մի քանի գրառումներ եմ նայել, ցույց եմ տվել, որ մենք հազարավոր ձեռնարկությունների ֆինանսավորում ենք միլիարդավոր դրամներով, տասնյակ միլիարդավոր դրամներով։ Դրա մասին ես բանել եմ գրել, իմ էջում թվերել եմ բերել։ Այսօր նաև հարցազրույցում եմ հանրային հեռուստաընկերությանը կասեմ նաև դրանց մասին եւս մեկ անգամ, որոնք հազարավոր ձեռնարկություններ հնարավորություն են ունեցել արտադրական կարողությունները իրենց զորացնել, արտադրական կարողությունները, եւ պետությունը այդ սարքավորումների վարկի տոկոսները տալիս է։ Հիմա սա կարող ասեք օրինակ գործարան ստեղծումը թե ոչ, այո, որովհետև եթե գործարանը 80 թվականին սեփականաշնորհել են կամ 90-ականներին գնացել են պայմանական Թուրքիայից ինչ-որ սարքեր են բերել դրել են աշխատացնում են 2025 թվականին այդ 80-ականների կամ 90-ականների սարքերը էլ ոչ մեկին պետք չեն, ինչքան ձեր եւ մեր տան 80 կամ 90-ականների հեռուստացույցն է մեզ պետք, այդքան էլ գործարանին այդ սարքավորումը մենք բիզնեսին օգնում ենք, որպեսզի այդ սարքավորումները թարմացնի։ Երբ որ սարքավորումները թարմացնում են, շարունակում ենք կարողանում են նորմալ արտադրանք թողարկել, որակյալ արտադրանք թողարկել եւ այսպես շարունակ։ Եվ դա բերում է նրան, որ այդ ապրանքը մրցունակ է դրսում, կարողանում է վաճառել։ Մրցունակ եթե դարձավ կարողացավ վաճառել, աշխատատեղը 5 տեղ ուներ, կսարքի 7, 10, 12, էսա ճանապարհը։ Պետությունը
անգամ սոցիալիստական լագերի պետությունները, ասենք այսօրվա Չինաստանը նայենք, Վիետնամը նայենք, իրանք այն դասական խորհրդային մեթոդով էլ չեն գնում։ Ես ձեզ հասկացա, պարոն Պապայան, բայց ես ձեզ խոստանում եմ, իմ այս ռեպորտաժի մեջ ես կգնամ կնկարեմ գյուղ, որտեղ կառուցված է դպրոց, բայց այդ գյուղում լուրջ խնդիր կա արտագաղթի եւ սոցիալական լուրջ խնդիր։ Ես համաձայն եմ, որովհետեւ այդ դպրոցը պետք է կառուցվեր 20 տարի առաջ։ Որովհետեւ երբ որ գնեք, որ դպրոցը կառուցում ենք այսօր, իմ եւ ձեր տարիքի մարդիկ, որոնք դպրոցը ինչ որ ժամանակ առաջ ավարտել են։ Մենք պետք է նորից հետ գնանք այդ դպրոցում սովորենք, չէ, վերջ, մեր իմ եւ ձեր տարիքի բոլոր են հասակակիցները, որոնք այդ գյուղում չեն գնացել դպրոց կամ նորմալ դպրոց չեն գնացել, իրենց ամբողջ ճակատագիրը այդ ճակատագրի հետ մենք արդեն խաղացել ենք բացական առումով։ Բա հենց դուք այդ հարցի պատասխանը տվեցիք, բա եթե դպրոցը կառուցվում է հələ որ ապագայի համար, բա ներկայի հասարակությանը ինչ եք դուք առաջարկում։ Բա հիմա ո՞նց ապրեն, արդեն կրթությունն ավարտած, ասենք դպրոցն ավարտած, որպեսզի այդ մարդկանց, եթե այդ մարդիկ աղքատ են, գոնե այդ մարդկանց երեխաները աղքատ չլինեն։ Բա քիչ բան է, որ այդ մարդու երեխան աղքատ չլինի։ Քիչ բան է։ Հիմա ինչ եք առաջարկում։ Հիմա այս մարդը այդ օրվա խնդիրներով համար պետք է փորձենք այս մեր ծրագրերով, էլի կարճաժամկետ կրթական ծրագրերով, աջակցության ծրագրերով, դրամաշնորհներով, էժան վարկերով, բավական գնացել եմ 150 միլիոն, 152 միլիոն եվրո Գերմանիայից էժան վարկ եմ բերել, այդ ինչի վրա է ծախսվում։ Պարտք, իդեպ լավ ասացիք։ Իմ հաղորդման ընթացքում Արտուր Խաչատրյանը դրա մի էական մասը ուղղակի նվիրատվություն է 18 միլիոն։ Հա, մնացածը ցակը մեր այսօր որ մեզ շատ փող տան, բերենք մեր մյուս պարտքերը փակենք, ահագին մեր ծանրաբեռնվածությունը կիշնի, ինքը պատկերացրեք, ոնց որ հիմա դուք ունենաք 10 միլիոն դրամ վարկ, ասենք 20%-ով, հիմա մեկը ձեզ օրինակ տա եւս 10 միլիոն դրամ, բայց 10%-ով, չեք վերցնի, տանեք այն փակեք։ Այդպես չենք անում, սա շատ ծրագիր ՓՄԶ-ի համար է, գյուղերում ռոռոկման համակարգի համար է, արևային էներգետիկայի համար է, կուտակիչների համար է, այսինքն ծրագրային կարևոր բան, բայց դրա համար ենք անում։